Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ուզում է ազգային ժողովում օրենք ընդունել, ըստ որի կարող են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել։ Դուք ինչպես եք վերաբերվում այս ամենին։ Շատ վատ իրականում, որովհետև լիքը տղաներ գնում ծառայում են, ինչի պետք է մնացածը գումար ունենան ու դրա պատճառով կարողանան ազատվել։ Միանշանակ շատ վատ։ Այսինքն գումար ունեցողները։ Հա, չեն կարող ազատվել, բացի դա ես ճիշտ չեմ նայում դրան։ Այսինքն դու փախնում ես պատասխանատվությունից ու դա նորմալ չի իմ կարծիքով, այսքանը։ Իսկ ըստ ձեզ ինչու է ազգային ժողովը փորձում նման նախագիծ ընդունել։ Անկեղծ ասեմ, չեմ հետաքրքրվում արդեն, որովհետև նյարդայնանում եմ ու տեղյակ չեմ, չգիտեմ, չեմ կարող ասել։ Բացասական։ Այն ինչ պարտադիր է, գումարով չի կարելի նման հարցերը լուծել։ Դա կբերի երևի անտագոնիզմի, այսպես ասած, Բայց ինչ եք կարծում, կազատվեն գումարով բանակից քաղաքացիները։ Շատերը կուզենան, բայց կազատվեն թե չէ, ցանկալի չի։ Պարտադիր ծառայությունը պետք է անպայման ծառայի։ Այս ամենը ինչի կհանգեցնի ձեր կարծիքով։ Չեմ կարող ես փոքր մարդ եմ եզրահանգումներ անելու համար, ուղղակի երևույթը ցանկալի չի ինձ համար եւ ոչ ընդունելի։ Ամենասխալ բանն է, ինչ է նշանակում, հարուստները երեխեքը մնան, աղքատները գնան ծառայեն, արդարա։ Այսինքն միայն հարուստները կարող են նման կերպ ազատվել։ Այո, դա նորմալ չի։ Ծառայությունը բոլորի համար է, բանակը տղու համար է, անկախ ում տղեն է։ Բոլորը պետք է ծառայեն, պարտադիր։ Տնաբանով սխալ որոշում է, թող իրան գնան միացած, սկզբից ծառայեն, նոր հետո կխոսան։ Լավ չեմ ընդունում, բայց ես էստեղից չեմ, ես Ռուսաստանից եմ եկել, չեմ կարող ինչ-որ Այսինքն չեք ընդունում ամեն մասնակցություն ցույց տալ։ Չէ, ճիշտ որոշում չի։ Ըստ ձեզ քաղաքացիները նման քայլի կգնան գումարով կազատվեն բանակից։ Կլինեն այդ քայլին գնացողներ, բայց այն խեղճ մասսան ինչ պետք է անի։ Ես հաճկա կծաղայի իմ հայոց բանակի համար։ Իսկ չեք կարծում նման որոշումները ինչի համար են, ի վերջո ուր կտանեն մեզ այդ որոշումները։ Որ մեր երկիրը չի կայանալու այդ դեպքում։ Դեպի վատ է կտանի, որտեվ ապա 3 տարվա պատերազմը ապացուցեց, որ մեր երկիրը պետք են զինվորներ 3 տարի հետո բոլոր փախան։ Մենք չենք դիմանա հարևանների հարվածին, եթե բոլորը չծաղայեն։ Մեզ հարկավոր է զինվորները։ Իսկ դու ավելի ովքեր վճարում են, իրանց պետք է տուգանել ու թողնել։ Չթողնել երկից դուրս մգնան իրանք։ Թող իրանք գնան ծաղայեն, հասկանան թե ինչ է նշանակում ծաղայել ու պաշտպանել այո երկիրը։ Որոշ քաղաքացիներ իհարկե կարող են, Ովքեր։ Վերնախավը բնականաբար, մեր դեպուտատները, երեխաները բնականաբար, այսինքն 10%-ը կազատվի, չի ծառայի, իսկ այն մնացածն կամ պիտի արդագաղթ լինի երկրից գնան, կամ տունը վարկի տակ դնեն, կամ տունը վաճառեն, իրանց երեխային ազատեն։ Միակ ելքը է դա եւ դա շատ սխալ է գտնում։ Չէ, նորմալ չի։ Որովհետև այն հարուստի երեխաները ազատվելու են, իսկ աղքատները երեխաները Շարունակելու են ծառայել։ շարունակելու են ծառայել, հա։ Ես դեմ եմ այդ որոշմանը։ Դա սխալ որոշում է։ Իսկ ինչի համար են նման որոշումներ փորձում անընդհատ ընդունել։ Ինչի ի վերջո սրանք մեզ ինչի կհանգեցնեն մեր երկրին։ Մեր երկրին կհանգեցնեն նրան ինչ որ հանգել է։ Այժմ ինչ որ կա։ Ին նրան կմնանք առանց բանակ։ Ուրիշ երկրներում աղջիկներն են գնում ծառայում, իսկ մեզ մոտ փողով ազատ է։ Այն ժամանակ որ թշնամի սահմանին է։ Շատ լավ է։ Լավ։ Այո, գիտեսի, որովհետև միջև էսե փող ունեցողը չի ծառայում, փող ունեցողը երեխաներ։ Այսինքն չունեցողը հնարավորություն կունենա ազատվել։ Ես էլ եմ ծառայել, եւ գիտեմ, որ փող ունեցողները ազատված են։ Սա զինվորներն էլ գիտեն։ Հիմա ինչ-որ բողոքում են, ինչեր են անում, փողը յանեն, ոնց թե քասի երեխեն է թա ծառայի, հարուստ չէ։ Թող փողը տա չծառայի, ես համաձայն եմ փորիկը։ Դա ամենաճիշտն է։ Հələ դրանով էլ ես կուրախանամ, որ իրանք փողը տալիս են 24000 միլիոն մեծ փող է։ Օրինակ 5000 միլիոներ տային, 2000, 3000 էլ տային, ես գնայի կծառայի։
Բայց չծառայելը գումարով ազատվելը մեր երկրին վնասներ չի հասնի։ Իր թվում է չէ։ Պետք է ավելի ուրախ լինենք, որ այդ օրենքը լինի։ Շատ վատ է գումարով, որ պետք է ազատվեն։ Ազգային ժողովը նման ծրագիր է ուզում ընդունել։ Դա շատ սխալ է։ Ես գտնում որ դա սխալ է։ Եթե գումարով պետք է ծառայությունը ազատվեն, բայց մեր երեխեքը մեղք չեն, որ փող գումար չունի, գնա ծառայի, իսկ ով գումար ունի, ծառայի, չծառայի, սխալ է դա։ Ես սխալ եմ համարում, չգիտեմ։ Ես որպես իրավաբան նայում եմ, որովհետև դա շատ սխալ եմ նայում, որովհետև այդ տարանջատում է հասարակության շերտերին, այսինքն ով որ աղքատ է, այսպես ասած ժողովրդական լեզվով ասած քյասիբա, նա պետք է գնա ծառայի, իսկ ով որ հարուստ է, պետք է ազատվի ծառայությունից եւ դա ես շատ բացասական եմ գնահատում Եվ շատ գովելի է, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը անդրադարձել է այդ հարցին, իմ կարծիքը շատ բացասական է։ Շատ բացասական։ Ստացվում է, որ հարուստները պետք է ունենան ինչ-որ լրացուցիչ պրեֆերենցիաներ, որ իրանք առանձետել ունեն, իսկ սովորական մարդիկ, որոնք այդքան գումար չունեն, պետք է զոհաբերեն իրանց այդ հարուստների համար, որոնք իրանց փողով ազատ ունեն։ Դա ինձ թվում է շատ անարդար օրենք է, եթե լինի, եթե ընդունեն։ Իսկ ինչի կհանգեցնի այս ամենը։ Դե դա էլի կավելացնի մնացած իր լուման մնացած անարդարություններին եւ կստեղծի նոր սոցիալական լարվածություն եւ մենք ապրում ենք հեղափոխություն կամ հեղաշրջումից հեղաշրջում, չէ՞, տենց ստացվում է, որ մենք պետք է սպասենք մինչև մարդիկ էլի կատաղեն արդեն այս անգամ այս կառավարության դեմ եւ մի օր կգա, երբ որ իրանց ուղղակի կվերացնեն երևի կամ կհանեն իրանց տեղերից։ Իրականում շատ վատ։ Այ եթե ունենանք պրոֆեսիոնալ բանակ, այդ դեպքում միգուցե կարելի է մտածել այդ մասին, բայց մինչ այդ կարելի է ընդհանրապես մոռանալ։ Դա ուղղակի կբերի այն բանի, որ շատերը ու շատ մեծ գումար չի, կներեք, այսօր 27 միլիոն, 30 միլիոն շատերին հասանելի է այդ գումարը։ Ու շատերը կարող են վճարել ու երեխաներին ազատել բանակից։ Երբ կունենանք պրոֆեսիոնալ բանակ, այդ ժամանակ կարելի է մտածել այդ մասին։ Իսկ ինչ որ վնասների չի հանգեցնի։ Դե իհարկե կհանգեցնի, չեն կունենա ծառայողներ, չեն կունենա անվտանգություն, իհարկե հիմա շակերտների մեջ ասված անվտանգության մասին շատ է խոսքում, որ ամեն ինչ լավ է, անվտանգ է, սահմաններում ամեն ինչ նորմալ է, բայց այս շատ մեծ կասկածներ ունեն։ Ինձ թվում է այս պահին ամենավտանգավոր ժամանակաշրջան ենք մենք ապրում։